Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կերտման ամբողջ ընթացքը ֆոտովավերագրությամբ։ Մենք կերտում ենք պատմությունը խորագրով ցուցահանդեսի լուսանկարներում մանրակրկիտ փաստագրվել է մեգանախագծի ամեն ակնթարթը, գաղափարի ծննդից մինչև շինարարության դետալներ։ 2 օր շարունակ ցուցահանդեսը հայ հանդիսատեսի, նաև Սփյուռքից ժամանած հյուրերի ուշադրության կենտրոնում էր։ Ես եկել եմ Բելարուսից, որպեսզի նկարահանեմ այս միջոցառումը։ Վերջերս իմացա, որ Հայաստանում այսպիսի մասշտաբային ծրագիր է իրականացվում։ Կարծում եմ, սա շատ ճիշտ քայլ է Հայաստանի համար։ Նախ հրաշալի միտք է տուրիզմի համար, եւս մեկ տեսարժան վայր կունենա Հայաստանը։ Բացի այդ, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանի այս պրոյեկտը ունի համաքրիստոնեական նշանակություն։ Տարբեր երկրներից այցելուները կգան տեսնելու եւ գնահատելու Հայաստանում կանգնեցված Հիսուս Քրիստոսի արձանը որպես հավատքի խորհրդանիշ։ Աչքերը քար է ինքը, բայց քեզի խաղաղություն գտա։ Ես եղել եմ Հատիսի գագաթին եւ այո, այնտեղ բարձրանալուց մեծ նպատակներով, ծրագրերով, միտքս հավաքելով բարձրացել եմ եւ այն ինչ ես տեսա այդ հսկայական աշխատանքը, դա ոչ միայն աշխատանք է ֆիզիկական կամ ինչ-որ բյուջետային, դա նաեւ հոգեվոր մեծ աշխատանք է։ Ցուցահանդեսի այցելուները նշում են, որ Քրիստոսի արձանի կառուցումը դառնալու է նաև համահայկական համախմբման նոր խորհրդանիշ, մեկ ընդհանուր նպատակի շուրջ միավորելով աշխարհասփյուռ հայությանը։ Բոլորն են ցանկանում դառնալ այս կարևոր նախաձեռնության ականատեսն ու մասնակիցը։ Մեծ նախագիծ է, շատ գովելի, կարծում ենք, որ մեր պատմության մեջ կմնա որպես շատ գեղեցիկ արժեք։ Ցուցահանդեսն առաջիկայում դուրս կգա մայրաքաղաքի սահմաններից։ Ծրագրվում է կազմակերպել նաև մարզային ցուցադրություններ, հնարավորություն տալով երկրի տարբեր համայնքների բնակիչներին ծանոթանալ ներկայացված նյութերին եւ դառնալ համազգային նախաձեռնության մասնակիցը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։